նկատմամբ մինչ այս կայացած բոլոր 5 հանդիպումներում Հայաստանի հնգակի գավաթակիրն առավելության էր հասել։ Բացառություն չեղավ նաև այս անգամ, թեպետ Աբրահամ Խաշմանյանի թիմը առաջին րոպեներին արժանի դիմադրություն էր ցույց տալիս, սակայն 19-րդ րոպեին Կիլիկիայի դարպասապահ Արմեն Խաչատրյանի նյարդերը տեղի տվեցին։ Նախ Խաչատրյանը սխալվեց պարզ իրադրությունում, ապա անհարկի խախտեց կանոնները։ Արդյունքում մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը հստակորեն իրացրեց Ուլիսես Մոնտենեգրոն։ Քիչ անց գնդակը կարող էր երկրորդ անգամ հայտնվել Կիլիկիայի դարպասում։ Ուլիսես Մոնտենեգրոն եւ Էդնեյ Դե Օլիվերյան հիանալի խաղարկումով հարվածի դուրս բերեցին Նարեկ Բեկլարյանին, սակայն վերջինս ճիշտ չսանձրեց գնդակը եւ կորցրեց պահը։ Այնուամենայնիվ, մինչև առաջին խաղակեսի ավարտը Արմեն Ադամյանի թիմին հաջողվեց կրկնապատկել հաշիվը։ Թիմի նորեկ Ժյունիոր Էդիլսոնը մոտ 25 մետրից գեղեցիկ հարվածով պարզապես հիացրեց բոլորին։ Երկրորդ խաղակեսում գոլային եւ վտանգավոր պահերը շատ չէին։ Միկան մրցակցի դարպասին լրջորեն սպառնաց ընդամենը 2 անգամ, այն էլ տուգանային խաղարկումների ժամանակ, եւ եթե Ուլիսեսի հարվածից հետո Կիլիկիայի դարպասապահը փրկեց իր թիմին, ապա Վիգեն Խաչատրյանի հարվածն անվրեպ էր։ 3-0 եւ այս դիմակայությունում հաղթողի հետ կապված բոլոր հարցերն արդեն իսկ պարզ են։